Բայց եւ թուրքերն ու ադրբեջանցիները ասում են սահմանադրություն փոխեք։ Ասեմ, Կարինե, անենց ուրախ եմ, որ դու ստեղ ես ու ընդդիմադիր լրագրողն ես, այնց հաճույքով եմ պատասխանում։ Չեմ ասում ռուսները, ասում եմ հայերը, գնում են ինչ-որ զիջումների, դա ինչի մասին է, լսի, մենք 2021 թվականը ասեցի, 2021 թվականը ասեցի, 2020 թվականից սկսած, պատերազմից սկսած, ընդդիմադիր բոլոր գործընկերները եւ հեռուստաալիքները խոսում են նրա մասին, որ մենք հեսա երկրորդ պատերազմ ենք ունենալու, երրորդ պատերազմ ենք ունենալու, որ Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու է եւ Հայաստանի Հանրապետությունը վերանալու է։ Բոլորը դրա մասին է։ Ասում են բանակցողը պետք է փոխվի, որտեվ բանակցողը չի կարող գնա բանակցել։ Բանակցողը գնաց ձեր ասած տրամաբանությամբ, ստացավ հակառակորդ երկրի կողմից, որը քանակապես եւ ռազմականորեն ավելի ուժեղ իրավիճակում է գտնվում եւ մեջքին կանգնած է առնվազն երկու գերպետություն, մեկը Թուրքիան, մեկը Պակիստանը, գնաց իր հետ, ֆիքսեց իր սահմանը, այն ֆիքսել նշանակում է, որ այդ մարդը, որը պոտենցիալ կարա հարձակվի քո տարածքի վրա, ասում է ես ընդունում եմ, որ Վրաստանի այս կետից մինչև Պարսկաստանի այս կետ քո սահմանն է, այսինքն ինքը ասում է եղբայր վերջ ընդունում եմ, այսինքն ես չեմ հարձակվելու, առնվազն ես իմ համար ու քո համար եւ աշխարհի համար ֆիքսում եմ, եկակ ստեղ գնացիք զիջումներին, այդ սահմանազատումը, բանը տավուշը հանուն հայրենիքի, այսինքն գնացել սահման ենք ֆիքսել պոտենցիալ մեր վրա հարձակվող երկրի հետ, ասել է հա այդ քո սահմանն է, ժողովրդին վեկալել եկել էիք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որ այդ իշխանությանը, որը որ իր վրա պոտենցիալ հարձակվող ուժին զսպել է, իշխանությունից զրկեք ու ասեք, որ այդ սահմանը ֆիքսելը վատ է, այդ մեկ, երկրորդը, այն մարդը, ում դուք ասում եք չի կարողանալու բանակցի, 17 կետի շուրջ է բանակցը, 17 կետա, թող դե լավ էլի, սահմանազատման թուղթնել էիք ասում չի ստորագրել, հետո Ալիևը ստորագրեց, ասիք վայ ստորագրեց։ Հիմա 17, բա որ համաձայնեցրել է, բա քաղաքական եւ դիվանագիտական գործընթացը տենց մի անգամից sense պետք է արվի, սկզբից 5 կետ էր Ադրբեջանը առաջարկում, այդ 5 կետը դարավ 7, 7-ը դարավ 10, 13 անգամ մենք այդ թուղթը ասենք իրանք է ժամավաճառությամբ են, հա, ադրբեջանցիք զբաղվում, բան ու գործ չունեին, տանկերի մատորները անջատել էին եւ ասում էին, եկեք մի հատ թուղթ քննարկենք, որը մենք չենք ստորագրելու։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որտեղ 17 կետ ենք ֆիքսել։ Իդեպ նորից առիթը օգտագործելով այդ 17 կետը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին է, այն ձեր ասած տեղերի մասին է, որտեղ իրանք են մտել, ու նաև այն տեղերի մասին է, որտեղ մենք էլ ենք առաջ ինչ որտեղ սահմանին։ Այդ որ տարբեր տեղեր, այդ 90-ականներից սկսած, այդ գիծը, այս կողմ այն կողմ, այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա է շտկում, տեղ չկա, որ մենք Ադրբեջանի, ասենք մի սանտիմետրով մտել ենք Ադրբեջանի տարածք։ Կա հարց կա, լավ էլի Կարինե ջան, որ ստորագրեց ինչ ես ասելու, բայց ստորագրեց, բայց այդ օրը չէր ժպտում։ Всё, դեսա ինչքան պատասխան։ Արի ես կողմելի չեմ լսում։ Ստացած քվեները հիմա վարչապետը 3 անձնային ժողովում հայտարարում է, որ գնում ենք ներկայացնել, ինչպես նշեցիք, պետք է գնանք ներկայացնել մեր արած աշխատանքն, ասում գնում ներկայացնում, ասում դպրոց մանկապարտեզ ենք սարքել, ասում մի ցելի մի րոպե, Բաքոչյանը ու Սեժիխի նստած չեն։ Հիմա այդ հարցը 2026 թվականին ինչպես եք պատասխանել մարդկանց, իրանք ինչքան են ներկայացնել դպրոցը, ասել են մի ցելի, Բաքոչյանը, Սարգսյանը։ Հետաքրքիր է, չէ՞ որ ամենադժվար հարցը տալիս է ոչ ընդդիմադիր, դուք ընդդիմադիր չեք, չէ՞, ինչքան գիտեմ։ Հա, ոչ ընդդիմադիր լրատվար։ Խոսքի ազատությունը, այս կուսակցականն է ամենադժվար հարցը տալիս։ Դա բարդ է։ Դա իրոք բարդ է եւ այն որ մենք անընդհատ եւ վարչապետը անընդհատ ներկայացնում է հատիկ առ հատիկ տրամաբանության մեջ, հետ բերված գումարները եւ հետ բերված գույքը Հայաստանի Հանրապետության, դա դրա վառ օրինակն է։ Իսկ ինչ վերաբերում է ինչի Ռոբերտ Քոչարյանը միջև այդ պահը նստած չի կամ նստած չի այն մյուսը, դա իրավապահների դաշտում է, ես այդ հարցին սկզբում պատասխանեցի, մեր համար դժվար է եւ ոչ թե դժվար է, անթույլատրելի է զանգել Հայաստանի Հանրապետության դատախազին, ասել Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի, շատ ցանկալի է, շատ ցանկալի, ոչ միայն իր հետ կապված, այլ շատ տարբեր մարդկանց հետ կապված, ովքեր մարդա գյուլել Հայաստանի Հանրապետության Երևանի կենտրոնում, որ վզներից տանեն գցեն պատվալները, բայց ասում եմ, ես
հրեշին սպանողը կդառնում է հրեշ, հա մենք այդ հրեշին խեղճացրել ենք, մենք այդ հրեշին քշել ենք, մցրել ենք իր բունը, մենք այդ հրեշին իր բնի մեջ պահելու ենք այնքան ժամանակ, մինչև ինքը իր պատիժը ստանա ու ինքը իր պատիժը ստանալու է։